Ես ստիպված արտահայտվեցի այդ կապակցությամբ երեք երկդողով, այդ գրարման ոգին ասպես կրկնելով, ասեմ, որ ես անձամբ և կարծում մեր ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչում այլևս պարոն Նիկոլին որպես վարչապետ։ Ինքը ամենօրյա խախտման մեջ է, դավաճանման մեջ է, իր սեփական երդման, որպես վարչապետ, առ ոչինչ է, անվավեր է։ Իսկ սրբազանները կարծելով ինքներինց համոզելով, որ աստվածադուր առաքելության մեջ են, ինչ-որ բան նորոգելու, մոռացել են սեփական բարեվարկության կանոնները և ուղղակի այդ մի իշխանիկի ձեռքի գործիք են դարձել, կապ չունի ինչ պատճառներով։ Հիմա չգիտեմ, հավանականությունը մեծ չէ իհարկե, բայց այդ 10-ից քոնե մեկը, դրանցից կեսը ինձ լավ ծանոթ են, պիտի կարողանա գտնել այդ բարոյական ուժը, այդ քաղաքացիական քաջությունը մի քիչ հետ տանելու իրենց վարքը և հասկանալու, որ այդ ուղին, որ իրենք բռնել են, բիղձ է ոչ միայն աստվածապանական առումով, այլ մարդկային և ամենօրյա վարքի առումով։ Ես կարծում եմ, որ կապ չունի այնտեղ փող է, սեփական հետաքրքիրը թաքցնելու, ինչ-որ իրենց ունեցվածքը արդարացնելու, իրենց ներքին կյանքը սկողելու նպատակ ունի, բայց այդ փառամոլությունը, մեծամտությունը, ինքնահավանությունը, որը վարակել է շատերին և ցավոք սրտի այդ հոգևորականներին, քոնե պիտի մի հատ բացառություն տեսնի, եթե այդ 10-ը շարունակեն որպես 10 խորացնել իրենց վարքը, իրենք այդ չվարչապետի հետ պիտի մտնեն մեր աբակա պատմագրության մեջ որպես նզովներ, որպես ոսողներ հայ ժողովուրդ։